Այսօր դերասան Լևոն Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է։ Լևոնն իր էջում նոր լուսանկարներ էր հրապարակել և հրապարակմանեկից գրել. Պաշտոնապես 26, իսկ դերասանի կինը Էվելինա Ստեփանյանը ամուսնու ծննդյան տոնի առթիվ կազմակերպել էր ընտանեկան խնջույք։ Առաջարկում ենք դիտել Star News-ի կողմից առանձնացրած ջերմ հոլովակն առանց մեկնաբանության։ Երազանք պահի Էվելինա Ստեփանյանն իր ինստագրամյան հարթակում կիսվել էր իր և ամուսնու առօրյայով։ Սակայն այս անգամ առօրյան տարբերվում էր, այն լցված էր տիառընթառաջի պատրաստությամբ, ջերմ ընտանեկան հավաքով։ Մեզ մոտ բոլոր տոները մեկում է այսօր, այդ թվում ընտանիքներով հավաքվելու տոնը։ Էնքան զբաղված ենք լինում բոլորս, որ ընտանիքի անդամներով հավաքվելն էլ վաղուց տոների շարքին կարելի է դասել։ Նշել էր Էվելինան հրապարակմանը կից գրառմամբ։ Առաջարկում ենք դիտել ընտանեկան ջերմ հոլովակներն առանց մեկնաբանության։ Բարի Վալենտինյան օր բոլորիդ, հուսամ լավ ու սիրառատ տրամադրություն ունեք, ովքեր մենակ են շատ չտխրեք։ Երեկվա տրնդեզի պատմությունը։ Ուրեմն իմ մտքով ընդհանրապես չէր անցնում, որ տրնդեզը նաև վերաբերվում է ինձ ու Լևոնին, որ 8 ամիս առաջ ենք ամուսնացել, չի նշանակում, որ մեր տրնդեզը չի։ Ու տալս է զանգում Լևոնի քուրիկը ու ասում եմ, որ պարտադիր պիտի ունենանք տրնդեզ, կապ չունի, որ արդեն ամսի 13-ին չենք հասցնի պատրաստվել, մեր տրնդեզը տեղափոխվում է այսօր։ Եվ հիմա ես գնում եմ, շտապում եմ, որ պատրաստություններ տեսնենք, ընտանիքներով հավաքվենք ու ունենանք լավ երեկո, եթե կթողնեն, վիդեոներ կտեղադրեմ, բայց ոչ մերոնք, ոչ էլ Լևոնի ընտանիքը չի սիրում շատ նկարվել, բայց ես կփորձեմ, ես զանուդա եմ, չէ, հաստատ կան, չմտածեք։ Ուրեմն մեր մոտ շատ թեժ է, չգիտենք կհասցնենք թե չէ, успеем, тетя Лен, как вы думаете? Ну, постараемся. Ստորայինսը, ես սալատ եմ սարքում, ծոցլենան էկլերներն է սարքում։ Ու մտքով ես անցել է, որ մենք միասին կարանք խաղանք շոտ խնդանում կլինի, հայ-ռուսական, նորմալ չի։ Давайте поиграем вместе, да? Не в прямом эфире? Это я сейчас стори делаю, анонсирую как будто, потом будем играть и снимать. Согласны? Хорошо. Знаете эту игру? Слышала. Нормально, например, что мы вместе сейчас в кухне работаем? Ну, 50 на 50.
Կես ու կես։ Кес у кес. Ладно։ Խոստանում ենք, որ կնկարենք։ Հասկանանք, թե որքան են իհարել մեր ամուսինը, ձեր տղան։ Ваша сыночка, сыночка։ Моя сыночка похудела. Да. О, 84 без одежды. 6 килограмм почти. 94, мам. 90. Лев, ты 100 будет, да? 101 101, с օժոլովը։ половиной. Շնորհավորում եմ մեզ եւ ձեզ հարգելի հետևորդներ։ Իմ հրաշք, իմ սրտիկ, իմ Վալենտինկա։ Ուտիմ իսկիս, ուտիմ։ Սիրով, երեխեք ջան, սիրով, սիրել ես արկել մաման։ Հա, իդեալական։ Իրապես Ինչ ինքն ա արել։ Оказывается, նա ոչ միայն լավ դասախոս, այլև ձեռքից շնորհքով կին է նա։ Брат и сестра. Одна сатана. Արիա ջան, ես ու դու ենք брат и сестра, դե գնացեք ու մնացեք։ Всего 20 квартир в Батуми со скидкой. Новогодняя акция в жилом комплексе Artex Parkline. Էվելինա Ստեփանյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում նոր անկեղծ հրապարակում է արել։ Եղանակ, որն այդքան էլ նրա սրտով չի եւ հոլովակում բարձրաձայնած մտքերը։ Առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Ծում ակնհայտ է իմ դեմքից, թե ինչքան չեմ սիրում այս եղանակը ու ինչքան չեմ սիրում խցանման մեջ հայտնվել։ Ինձ թվում պուլսս կկանգնի այս խցանման մեջ։ Բայց հոբ արապ չենք մնում, մտածում ենք։ Ասած ժամանակ սիրում ենք մտածել, գիտեք։ Ցավոք սրտի երբեմն, որովհետև շատ մտածելը հաճախ խանգարում է եւ ոչ թե օգնում։ Անընդմեջ հաշվարկում ես ռիսկերը, դու ռիսկի չես դիմում։ Լիքը հարցերում։ Բայց ես գնալով ավելի եմ համոզվում, որ մեր ուղեղը ամենամեծ պարազիտն է, որը խանգարում է մեզ առաջ գնալ։ Եվ մենք անընդմեջ մեզ տվել ենք ծրագրեր, իսկ այդ ծրագրերից ազատվելու դեպքում մենք կգանք մեր իրական եսին, երբ որ մաքրենք մեր ուղեղի սխալ պարունակությունը, իսկ դա շատ բարդ աշխատանք է։ Կամ որ ասում են մի մտածի, օրինակ իմ շրջապատից ինձ շատ սիրող հարազատ մարդիկ երբեմն երբ ինձ տեսնում են, հա, անհանգստացած, էլի ինչ-որ հարցերով, մտքերով, խորանալով, պատասխաններ փնտրելով, ասում են, ինչ ես քեզ շատ ծանրաբեռնում, մի արա։ Եթե կարողանայի, չի անի, բայց պատկերացնենք մի պահ, երբ դուք անհարմար տեղում նստած եք, հա, համարենք ասեղների վրա, այն յոգայի ասեղների վրա կամ էլ պարկած եք կամ կանգնած եք։ Ես փորձել եմ դա ու իրոք շատ անհարմար է։